Ինչպես եք արտահայտում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ձեր անվստահությունը։ Մեր ամենօրյա աշխատանքով մենք նրանց ներկայացրած ծրագրերի նկատմամբ վերաբերմունքով նրանց գործած հայտարարությունների, գործողությունների, պայմանագրերի, բանավոր եւ գրավոր բանակցությունների շուրջ հաղորդագրությունների մասին մենք ամեն օր ամեն ձևով արտահայտում ենք բնականաբար, չհաշվենք նաեւ որ փողոցային այդ 3 տարիների անընդհատ շարժումները եւ այլն։ Ինձ թվում է դա մի մեծ շարան է շարքերի արտահայտման այդ միջոցները, որ մենք օգտագործել ենք, օգտագործում ենք, օգտագործելու ենք եւ ավելացնելու ենք այդ գործիքները իրենց նկատմամբ մեր վերաբերմունքը ցույց տալու առումով։ Այդ վերաբերմունքը բայց չի հանգեցնում Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, հետեւաբար անլուրջ չի։ Տեսեք, շատ լավ ձևակերպում տվեցիք, բանալի բառը չի հանգեցնում, հետևաբար անլուրջ է եւ ես համոզված եմ, որ դուք դրանով ուզում եք տանել, հա, ձեր այո, impeachment-ը նույնպես չի հանգեցնելու եւ անլուրջ է, բայց դուք բանալի բառը մեր պատասխանների մոռանում եք կամ դիտավորյալ չեք օգտագործում այս պահին, քանի դեռ այդ գործիքը օգտագործելը հաշվարկված արդյունքի չի բերելու, այս պահին օգտագործելը սխալ է, ոչ մեկ Այսինքն դուք հասկանում եք, այդ իմպիչմենտի գործիքը, երբ որ դուք արդեն դիմումը մուտքագրեցիք, ունեք ընդամենը 72 ժամ, հասկանում եք, ֆիքսված 72 ժամ։ Սա է գլխավոր խնդիրը։ Դուք կարևոր շեշտադրում արեցիք, երբ որ դիմումը մուտքագրեցիք, բայց դիմում մուտքագրելու մասին խոսք չկա, դեռ գործընթաց սկսելու մասին է խոսքը։ Գործընթաց սկսել ստորագրահավաքն է դա։ Հասկանում եք, ստորագրահավաքից հետո դա պետք է մուտքագրվի, impeachment-ը դա հստակ սահմանված գործիք է, սահմանադրական։ Շատ կարևոր գործիք է վարչապետին անվստահություն հայտնելու, բայց ինքը ունի հստակ ընթացակարգ եւ հստակ ժամանակով սահմանված ընթացակարգ։ Ո՞ւց եկան Հայաստան դաշնակից պատգամավորներ, որոնք չեն միանում բուն գործընթացին, սա է ձեր։ Ուրեմն, եթե դուք չեք ընթերցել, խորհուրդ կտամ ընթերցեք Հայաստան խմբակցության հայտարարությունը։ Մենք ունենք 28, բերեք այդ գնահատականները ձեր ներսում թողեք, որովհետև իրականությունը, հայտարարությունն է մեր խմբակցությունը իր հայտարարության պատասխանատվությունը կրող մի խմբակցություն է, հենց այնպես խմբակցություն չի, եւ մենք ասում ենք, մենք ունենք այդ 28-ը, բայց շատ լավ գիտենք, որ անհրաժեշտ է 36 եւ ես նույնիսկ չեմ փորձում կասկածի տակ դնել այդ 36-ը ենթադրենք կա, բայց մենք դրանից հետո մուտքագրման պահից հետո սկսած ունենք ընդամենը 72 ժամ, ոչ ավել, ոչ պակաս։ Սա հստակ ժամկետ է եւ հստակ գործողություններ, քայլեր պահանջող։ Այ հենց սա պետք է խիստ հաշվարկի մեջ լինի, որ 72 ժամի մեջ մենք արդյոք հասնելու ենք այն արդյունքին, որը որպես նպատակ այս impeachment-ի գործընթացի համար դրել ենք։ Կարևորը նպատակը դնելուց հետո այնպիսի գործողությունների իրականացնում են, որոնք հասցնեն նպատակի իրականացման։ Իսկ եթե մենք նպատակը դնում ենք, գործողությունները հստակ չենք ձևակերպում եւ չենք հաշվարկում ու արդյունքում նպատակը չի իրականացվում, դա ունենում է նաև իր երկրորդային, երրորդային ազդեցությունը, հանրության հերթական հիասթափությունը առաջացնել։ Մենք չենք ուզում հանրությանը հերթական անգամ հիասթափության տանել։ Մենք ուզում ենք, որ այդ գործընթացը սկսվի ճիշտ ժամանակին, ճիշտ հաշվարկված, որպեսզի իսկապես այդ նպատակը կյանքի կոչվի։ Եթե ձեր գեներացնելու մասին է խոսք գնում, որ պետք է ժողովուրդ ոչ միայն, պետք է փողոցը այդ գեներացվի այնպես, որ մենք ունենանք պլյուս 18 ձայն, հասկանում եք, այդ փողոց գեներացնելու ինքնանպատակ չի փողոցի գեներացումը, դրա արդյունքում մենք պետք է ունենանք առնվազն 18 ՔՊ-ական ձայն։ Մի քանի անգամ փողոց օրինակ գեներացվել է։ Եվ մենք իսկ ինչու ըստ ձեզ, ինչու այդ դա չբերեց արդյունքի, որովհետև այդ փողոցը ոչ ԿՊԱ-ական ձայների անհրաժեշտ քանակ ստացվեց ապահովել, ոչ էլ նույնիսկ ստորագրություններ, հա, նաև։ Այսինքն պետք է լինի ըստ ձեզ փողոցում մարդ։ Սա ըստ էության դուք կրկնում եք Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ փողոցում պետք է մարդիկ լինեն, ժողովուրդ։ Ես հակառակը կասեի, որ դուք եք ձեր այս հակադարձումով ինչքան մարդ է պետք փողոց որ օրինակ
Դուք impeachment հայտնեք Դուք էլի եմ կրկնում, որ փողոցի գեներացումը ինքնանպատակ չի։ Մենք պետք է հստակ հաշվարկ ունենանք, եթե մեզ պետք է 18 քպայական ստորագրություն, այդ քպայական կողմ քվե, այդ նշանակում է դու առնվազն 25 հայտարարություն ոչ միայն բարձրացնել, թեկուս ներքին խոսակցությունը 25-30 համաձայնություն պիտի ունենաս, որ գործողության պահին այդ միշտ էլ լինելու են հրաժարվողներ, չէ, վախեցողներ կպայտ, որ այդ 25-ը գոնե իջնելով հասնի մինչև 18-ի։ Այստեղ փողոցի գեներացումը ինքնանպատակ չէ։ Հասկանում եք, ինչքան, ասեմ ես 10567 հոգի պիտի փողոցում լինի, դա ձեզ բավարարում է, չէ։ Այստեղ խնդիրը համապարփակ դիտարկելն է։ Հենց սա է, որ կներեք, բայց երևի չեք ուզում ընկալել։ Չէ, ես ուզում ընկալել։ Ես էլի եմ ասում, դա վարչապետի տեխնացու թե չունեք։ Գիտեք ինչ, եկեք այդ հարցերը թողնենք այդ պահին, երբ որ մենք արդեն կգեներացնենք այդ գործընթացը, ոչ մեկը չի հրաժարվում իմպիչմենտի գործիքը օգտագործելուց եւ չի հրաժարվում կամ չի էլ անտեսում այդ գործիքը, բայց մենք ասել ենք, ասում ենք ու ասելու ենք, այդ գործիքը պետք է օգտագործել ճիշտ ժամանակին, ճիշտ հաշվարկով, ճիշտ պահին, որպեսզի ինքը չդառնա ինքնանպատակ։ Հակառակ պարագայում մենք դրանով կնպաստենք հենց նույն Նիկոլ Փաշինյանին, որը ժամանակ իրեն ընդհանրապես անվստահություն հայտնելու գործընթաց չիրականացնելու առումով։ Հիմա դուք դա եք ուզում, մենք դա չենք ուզում։ Չէ, մենք ուզում ենք, որ խորհրդային եկած քաղաքական ուժը դեր կառնի իր խոստումներին։ Այո, այնքանով, ինչքանով խորհրդարանում, այնքանով ուրեմն տեսեք, դուք ասում եք, հիմա թույլ կտակ ես ասեմ, եթե դուք ինձ հարցազրույցի ժամանակ դուք ինձնից շատ եք խոսելու, դա հարցազրույց չի։ Ուրեմն ես ձեզ ասում եմ, ըստ էության դուք լցնում եք ջուր, հա, այսինքն իր ջրհորը Նիկոլ Փաշինյանի ջրհորը այսպիսի հայտարարություններով Նիկոլ Փաշինյանն է ուզում, որ այսպես անընդհատ ընդդիմության մեջ, ընդդիմության դեմ հանրությունում ինչ-որ գործընթացներ սկսվեն։ Սա նրա օգտին է։ Եվ դուք դա անում եք, դա իհարկե ձեր իրավունքն է, դա ոչ մեկ չի կարող հերքել կամ ասել ինչու եք անում, բայց impeachment-ը որ ես Նիկոլ Փաշինյանի ջրավազին ջուր եմ լցնում։ Ձեր եթե չհաշվարկված հայտարարություն եք անում, ապա այո։ Եթե չհաշվարկված հայտարարություն եք անում, ապա ամենօրյա գրաֆիկով զբաղված շնորհակալություն։